Հարգելիներս, խորովածի միսը համեմել ենք աղ և կարմիր քաղցր պղպեղով, սոխով և չորացրած ռեհանով, իսկ այստեղ պատրաստելու ենք նաև սնկի խորոված, իսկ սնկի խորովածի համար ես նախապես կպատրաստեմ իր համեմունքը։ Ափսեի մեջ լցրել եմ ձիթայուղ և կքերեմ կես պճեղ սխտոր։ Կավելացնեմ նաև աղ և քաղցր կարմիր պղպեղ։ Ամբողջը լավ խառնելուց հետո կավելացնեմ նաև չորացրած մաղադանոս և կրկին լավ կխառնեմ։ Եվ եփվելու ընթացքում սիլիկոնե վրձինով ես արդեն կքսեմ այս համեմունքը մեր սնկի վրա։ Եվ այսպիսով հարգելիներս, մեր սնկի խորովածը արդեն պատրաստ է։ Խորովելու ընթացքում դուք տեսաք, ես իր սոուսով համեմեցի։ Մեզ մնում է արդեն համտեսենք։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև բալզամիկ սոս։ Հարգելիներս, ասեմ, որ խորոված բանջարեղենները կարելի է այսպես աղցանի տարբերակով էլ մատուցել։ Ընդամենը թարմ սոխ եմ ավելացրել, թարմ կանաչիներ, աղ և ձիթայուղ և ամբողջը մանր կտրատել եմ։ Ահա հարգելիներս, մեր խորովածն էլ արդեն պատրաստ է։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Մեր խորոված սունկն է, տեսնում եք ինչ գրավիչ ախորժաբեր տեսք ունեն, իրոք շատ ընտիր էր ստացվել կրակի վրա պատրաստած սոուսով համեմված խորոված սունկը, կարող եք դուք էլ փորձել։
Ասեմ նաև, որ այդ սոուսը դուք կարող եք խորոված կարտոֆիլի համար էլ օգտագործեք եւ ֆելու ընթացքում սիլիկոնե վրձինով տարածեք կարտոֆիլի վրա այդ սոուսը։